ծնունդը, Հիսուսի ծնունդը, Հիսուսի մգրդությունը, Հիսուսի գործերը, խոսքերը, մարգարեությունները, Հիսուսի խաչը, Հիսուսի հարությունը, Հիսուսի 40 օր այստեղ մնալը, Հիսուսի համբարնալը, այս բոլորը վերջակետ կգտնե այս հոգեկալության տոնեն։ Ես կզարմանամ, որ քրիստոնեական մեր սովորություններու մեջ հոգեկալության տոնը այնքան դեր չունի։ Զարմանամ։ Շատ ավելի հարությունը գտոնեն, ծնունդը գտոնեն, բայց հոգեկալուստը քանի որ ծնունդը լավ փոխշահելի կոմերցիալ դոն գրնալալ, զադիգը փոխշահելի դոն գրնալալ, բայց հոգեկալուստին մասին ինչ կրնանսել մարդիկը, այդտեղ բիզնես չկա։ Եվ անոր համար գարձիկ թե եկեղեցիներն ալ հոգեկալության մասին շատ չեն խոսիր։ Ավելի հասկանաք, pedagogan եկեղեցիներու մասին է խոսքս։ Բայց իրական քրիստոնյաները անդադար հոգեկալստի մասին մենք անդադար կմտածենք, քանի որ անդադար մենք գիտենք, որ Սուրբ Հոգին եթե չլա իմ կյանքիս մեջ, Հիսուսի խաչը ինչ իմաստ կունենա Սուրբ Հոգի չլա։ Մտածի։ Եթե Սուրբ Հոգին քո մեջ չկործի, Հիսուսի հարությունը ինչ իմաստ ունի։ Բացի պատմություն։ Անոր համար է որ այսօր կարծեք կմտածի այսօր առավոտ կսե որ իսկապես ամբողջ հավիտենականության մեջ Աստուծո համար ծնունդեն մինչև հոգեկալուստը մեկ թեմա է։ Հավիտենականության պատմությունով ծնունդեն մինչև հոգեկալուստը մեկ թեմա է։ Այս բոլորով ամբողջ հավիտենական պատմությունը փոխվեցավ։ Հենց մեղքը մտավ, այս բոլորով ամբողջ հավիտենական պատմությունը վերջացավ։ Եվ հիմա մեկ բան կա մնաց մեզի, մեկ բան Հիսուսի վերադարձը։ Ուրիշ բան չկա։ Քիչ առաջ Հովել մարգարեության մեջ կարդացինք։ Եվ Աստված կսե Սուրբ Հոգին պիտի դա մարգարեություն պիտի լա, եւ կսե պիտի կա այն օրը։ Մեկ օր կա, որուն կսպասե հավատացյալը, եւ այդ օրն ալ Հիսուսի վերադարձն է։ Մինչ այդ մենք ուրիշ բան չունենք սպասելիք Աստծո, քանի որ Աստված Սուրբ Հոգին դվավ, որ իրմով մենք կարողանանք իր գործերը կատարենք եւ իրեն նմանվենք եւ իր ժողովուրդը լանք։ Ամեն միջև հիմա։ Ուրեմն իր ժողովրդին համար անձնական մենք մեզ սատանայի ցերկեն գազադե եւ իր ժողովրդին մեջ կտնե որպես այդ ժողովրդին Աստվածը ըլլա եւ մենք իր հետևորդները անհատական աշխարհի մեջ ամեն մեկուն կկաշե եւ այդ ամենուն գբերե իր ժողովրդի մեջ կտնե որպես երբ ինք վերադառնա իր ժողովուրդը առնի եւ իր հետ տանի նորություն չէ մսերցեզի միջև հիմա ամեն ինչ արդեն գիտենք զարմանք այդ էր որ Աստծո նպատակը քիչ առաջ ասի մեր մեջ բնակիլներ Մատ նայ ամբողջ սուպիրկը մատ փնդրե հարցում դուք ես հարցում դու ինչու այս բոլորի նպատակը ինչ է որ Աստված իր ստեղծիչին հետ ըլլա եւ մեջ ըլլա գիտեք երբ որ Ադամ Եվան ստեղծեց գիտեք իմ հետ ինչ էր Աստված կսե իր հետ է թե մարդեն այս էր դիրոց ծրագիրը մեր բոլորիս համար բայց գրոնքը եկավ եւ խանգարեց գրոնական բաներ էս մի արա այն մի արա էսպես արա այնպես արա եկեղեցի նստի սուպիր կարտա սուպիր նստի էսպես բաներ եւ մեր գլուխը խառնվեցավ նպատակից շեղվեցան եւ շատեր կգործեն որ եթե ամեն գիրագի եկեղեցի կան եթե ամեն գիրագի դասանորդան եթե ամեն գիրագի այսնեն ամեն գիրագի դնեն եղավ ոչ Աստծո նպատակը ինչի աս բոլորը միջոց է նպատակը քո մեջ ապրիլ եւ դու իր մեջ մեկ լինելը Սուրբ Հոգին գալը Պենտեկոստեի օրը էս էր նպատակը որ իրենց մեջ ապրի մեկ ըլլան իրար հետ հարցում քեզի դու որ գսես ես հավատացյալ մարդ եմ դու կարողանաս զանազանել քո ցայնը եւ իր ցայնը քո մեջ Արդյոք գրնաս տեսնել լսել հասկանալ քո ցայնը քո պապագը քո ցանկությունը եւ Սուրբ Հոգին որ քո մեջն է եւ ասում է որ այսպես ուրիշ ցայն մի խոսքով ուրիշ ցայն ոչ թե քո ներսի ցայնը շատեր գսեն ես իմ խղճի ցայնը քո խղճի ցայնը մեղավոր ցայն է քո նման քո խիղճը ցայն չունի մեղք է դանում քեզ քո խիղճը պետք է Սուրբ Հոգին գա որովհետեւ Սուրբ Հոգին ցայնը քո ցայնին ասի
Այսօր համար գրգերը գիշեք ինչ է այսօր համարը։ Անոնք որ կստանան այսօր համար ինչ է։ Սուրբ ոգին է գա որբեսի ոչ քու գամքը կատարես այլ գամքը կատարես կատարվի։ Ոչ թե մարմինով կայլես այլ հոգիով կայլես։ Քու ուզածը չէ, քո ծնողքիդ ուզածը չի, քո փապակները չեն, քո զավակիդ ուզածը չի, քո ժողովրդին ասածը չի, քո սովորությունները չեն, քո եկեղեցին ասածը չի, այլ Սուրբ ոգին ցայնը քո մեջ զանազանում ես կամ չէ։ Ամբողջ նպատակը այդ է։ Հիմա սկսա մտածել։ Եվ ասեցի, որ քանի որ այդ հարցումները կգան երբեմն, ինչ անենք, որ Սուրբ ոգին ստանանք։ Ինչպես լինի, որ Սուրբ ոգիով քայլենք։ Ինչպես պետք է անեմ, որ Սուրբ ոգին իմ մեջ կորձի։ Եվ սկսա լուրջ մտածել, ինչպես Սուրբ Գիրքը ինչ կսորվեցնեք, դա իմ մտածածս այնքան կարևոր չի, Սուրբ ոգին ինչ կսե, ես կուզեմ հասկանալ։ Եվ օրինակներ ունենք այդտեղ, որ պիտի խանգարի բոլորիս։ Երբեմն գսենք Սուրբ ոգին ունենալու համար այսպես պետք է անես, այնպես պետք է անես, այսպես պետք է ապրիս, այս խոսքը պետք է գարտաս, հնազանդ պետք է լաս, ցերկը պետք է բարձրացնես, գլուխը պետք է իջեցնես, ոտքը պետք է վերհանես, մի խոսքով, այ մեկը մի բան գասի։ Բայց սիրելի քույր եղբայրներ, Սուրբ Գիրքը մեզ այդ չսեր։ Սուրբ Գիրքը գսե Աստված սրտեր քննող մարդ է, մարդիկ կփնդրե։ Եվ այդ բادرաստ սրտերում թեգուզ մեր քաղաքարներեն դարբեր մարդիկ են, այդ մարդկանց կփոխե։ Եկեք իրար հետ մի երկար օրինակ խոսամ, հետո մի քանի օրինակներ կտամ։ Կորնելիոսին օրինակը։ Կորնելիոսը գիտեք, Կորնելիոսը, որ մենք որ հրյա չենք, մեր հոգեկալստյան առաջին մարդն է, ոչ հրյաներում։ Donc մենք Կորնելիոսին հոգեկալուստն է որ գտնենք, ոչ թե Երուսաղեմի առաքյալներուն։ Հասկացաք տարբերությունը։ Կամ Կորնելիոսը ոչ հրյա էր։ Երուսաղեմի հրյաները գարձում էին, որ Սուրբ ոգին միան իրենց համար է։ Ստացան, սկսան ուրիշ երկիրներ, ուրիշ աշխարհի մարդկանց խոսի, բայց իրենք չէին գիտեր, որ Ավետարանը ամբողջ աշխարհին համար է։ Կորնելիոսին օրը հասկացան, որ Ավետարանը միան հրյաներուն չի, հայերուն ալգա։ Հալելույա։ Արաբներուն ալգա։ Թուրքերուն ալգա։ Բոլորին։ Եվ որ Կորնելիոսին օրինակը սկսա գարտալ 10-րդ գլխում մեջ գրված է Կորձ Արաքելոց մի քանի բաներ։ Նայեցեք ինչպես կներկայանա Կորնելիոսը Աստված ինչպես կներկայացնի։ Գսե առաջինը Կորնելիոսը անորցեզի մի բան ասեմ քույր եղբայրներ։ Այստեղ եթե մեկը գա մեր մեջ, որ առաջին անգամ եկել է։ Մեկը գա մեր մեջ, որ հավատացյալ չի։ Եթե մեկը գա մեր մեջ, որ Սուրբ ոգին ստացած չի։ Մեկը գա մեր մեջ, որ դեռ այնքան հավատքի մեջ չի, էս քեզի համար է։ Իսկ եթե մեկը գա մեր մեջ, որ դարիներու հավատքի մեջ է, որ Սուրբ ոգիով կքայլե ամեն օր, եւ մի Սուրբ ոգի զորության մեջ է, լավ լսե, էս նաեւ քեզի համար է։ Քանի որ դու երբեմն Պետրոսին ես նմանում։ Կորնելիոսը գրված է։ Մի մարդ էր գսե, լավ լսեցեք, որ Աստվածավախ էր։ Աստվածավախ էր։ Քրիստոնյա չէր։ Հիսուսից դեղյակ չէր։ Ոչ մի բանեն դեղյակ չէր։ Մեր հայերու մեջ 195-ի նման Աստվածավախ մարդ, որ մեկ հային գբիր, իրեն ասա հավատաց, ուշե բաբ, ես յո հավատամ։ Կորնելիոսի նման։ Աստվածավախ մարդ էր, բայց գրված է ինքը եւ իր դունը։ Շատ գեղեցիկ այստեղ։ Աստվածավախ մարդ էր, Կորձ Արաքելոց 10 առաջին համարները, ինքը եւ իր դունը։ Այս կարևոր թեմա է։ Եվ գսե, բարի վկայություններ, բոլոր ժողովուրդեն, համար 22։ Ասել է, որ ժողովուրդը իր մարդկության վրա, հալելույա, մարդկության վրա բարի վկայություն ուներ։ Հավատացյալ չէ, բայց լավ վկայություն է։ Այս մարդը ինչ ընկերային մարդ է։ Անհավատ է, բայց ինչ ընկերային մարդ է, լավ մարդ է։ Եվ այսպես վկայությունն էր Կորնելիոսը։ Մենք երբեմն ինչ կսենք Պետրոսի նման, մենք չեմ այդտեղ որ դու Սուրբ ոգիով լեզուներ չխոսիս, դու վերես ծնծված ես, բայց Աստծո համար այդպես չի։ Աստված ուրիշ տեղ գնայի մարդուն սիրտը փնտրելու։
Աստված ուրիշ տեղ գտնես ցերքը։ Մենք ենք որ դեր երբեմն մեր ցերքերը դարբեր տեղեր գտնենք, պայմաններ գտնենք։ 3 անգամ Աստված Պետրոսին պետք է գլուխին զարներ որ հասկանար։ Քան որ Պետրոսը օրենքի մարդ էր։ Օրենք գտներ, այսպես պետք է անենք, այդպես պետք է անենք, այդպես պետք է անենք։ Աստված 3 անգամ գլխին զարգավ ասեց, չէ, Պետրոս ջան, այդպես չի։ Նայ նոր բան պիտի սովորեցնեմ քեզ։ Կորնելիոսը Սուպկիրքը մեզ գսե որ Կորնելիոսը աղոթք ընող մարդ էր։ Հիմա հարց ես ինձի հարց կդամ, ինչ կաղոթ էր։ Ինչ կաղոթ էր։ Սուրբ ոգին չունի։ Հայտնություն չունի։ Մենք երդասատներով մի քանիներով ժողովրդին կսենք որ եթե Սուրբ ոգին չունենաս քո աղոթքը իմաստ չունի Աստծո առջև։ Այո, այդպես է, բայց այստեղ այս մարդը աղոթող էր։ Ինչ կաղոթ էր։ Անոնք որ մեր մեջ դարիներ առաջ աբաշխարել են, կամ նոր են աբաշխարել, թող հիշեն իրենք ինչ էին աղոթում առաջ։ Աղոթում էին, չէ՞։ Մի բան գար։ Մի բան գար։ Մի բան աղոթում էին։ Շիդակ սխալ կարևոր չի։ Կարևորը այդ աստվածավախությունը կար։ Հիշ դեսնում եք ուր եմ գնում, հա, գամած։ Այսի մի քանի պիտի շոկը լակ, անոմը շատ շոկ մի լակ շուտ, վերջացնեմ հետո շոկ եղեք։ Հա մենք սիրում ենք եկեղեցի մեջ օրենքներ տնել։ Բայց Տերը ասում է, «Ստեր, այս մարդը աստվածավախ մարդ է, աղոթքի մարդ է, եւ նույնիսկ երևակայեք զինվորական էր, չէ՞։ Նույնիսկ իր զինվորական խումբին մեջ իր նման աստվածավախ մարդիկ էր արել։ Ավետարանչություն էր արել առանց գիտնալու։ Իր զինվորներից մեկը գսե անան աստվածավախ էր։ Իսկ սրանք աստվածավախների հետ ինչ էին անում։ Աստված այդ սրտերը տեսավ։ Հալելույա։ Սիրտդ կտեսնե, ոչ թե քարոզդ։ Սիրտդ կտեսնե, ոչ թե քո հոգևոր խոսքերդ։ Սիրտդ կտեսնե եւ ոչ թե քո ասոր սրան նրա խրատվածներդ։ Ինչ տեսակ մարդ ես դու։ Ով գսե ամեն։ Հասկացաք, Տերը գուզե Սուրբ Ոգիով լեցնել այդ մարդկանց, որոնց սիրտ պատրաստ է սրբություն ստանալու։ Ոչ թե պետք է իրենք իմ նման լինեն, որ Աստված Սուրբ Ոգին նայեց։ Ուրեմն անոնք որ մեր մեջ դեր հոգևոր եք, նոր քայլերի մեջ են ուրախ եղեք, լավ բաներ ասում եմ ձեզ։ Շանս ունիս։ Նույնիսկ եթե սրանց նման չես, մեր նման չես։ Հալելույա։ Ով գսե ամեն, հասկանաք ուր եմ գնում։ Ալո։ Հա։ Ինչ գիտնամ այսպես։ Հա։ Իր ամեն զարմացե որ 7-րդ համարը գսե եւ ինքը գսե իր կորձագիցը աստվածավախ էր։ Մենք ասում հավատացյալները մենք մեր կորձագիցներուն չենք կարողանում ապաշխարել դալ։ Այս մարդը ո՞նց կարողացավ իր գործագիցին հավատացյալն է։ Մեր մեջ կայները որ ծեր գործագիցներով գաշխատիկ, քանի հոգի ապաշխարության բերել եք միջի հիմա, դուք որ Սուրբ Հոգի կրակով ապրում եք։ Քանի հոգի։ Հալելույա։ Ուրեմն հանդարտինք, ուրիշ բան դա ստեղ։ Դեր ուրիշ բան է տեսնում։ Ինձ շատ բան խառնեց։ 4-րդ համարը գսե, ով գսե հրեշտակը եկավ Եվ Կորնելիոսի մոտեցավ 4-րդ համարը գսե, Կորնելիոս գսե, քո աղոթքներդ լսվեցան Աստծո առաջ։ Հալելույա։ Երանի մեկը կա հրեշտակ ինձ ասե որ Սարգիս քո աղոթքդ լսվեցավ։ Կորնելիոս, որ վերստին ծնունդ չունի, լավ լսի, եկեղեցի մարդ չէ, սուբկիրկեն խաբար չէ, Հիսուսեն լուր չունի, բամը չգիտեր, բայց Աստծո առջև հաճելի մարդ է։ Եվ իր աղոթքները որ չեն գիտեր, ինչ կաղոթեր։ Սդերից լսած աղոթները տերևս հրյաներ են եւ այլն, բաներ մը լսած էր։ Իր լսածը գաղոթ է եւ Աստված կսե քու աղոթները լսվեցավ, քանի որ Կորնելիոսի սիրտը Աստված հավնեցավ։ Այս տեսակ քարոզները եկեղեցին մեջ չեն սիրել մարդիկ, քանի որ խանգարում են գրոնական հոգիներին։ Բայց լավ լսեցեք, Աստված այդ մարդուն սիրտը հավնեցավ։ Պողոսին Պետրոսին 3 անգամ գսե որ ինչ որ Աստված անպիծ սեբեց, անպիծ հասկացաք, անմեղ, մաքուր, դու սխալ մի սեբե։
Աստված այստեղ համարի որ գարտանք տեսնենք 15-րդ համարը 3 անգամ նույն բանը եղավ, հա 15-րդ համարը օրինակ համար ինչ կս այստեղ գարտամ նորեն ցայնը եկավ իրեն ուրեմն Պետրոսին ցայն որ Աստված մաքրեց տուն բիղձ միսեբեր Աստված մաքրեց Կորնելիոսին պատմությունը այդպես կլա Աստված կբադրաստի Կորնելիոսին մաքրել բայց Պետրոսը հոգևոր մեր նման Սուրբ ոգիով լեցված մեր նման բիղձ գսեբե գսե չէ դու մեր նման չես դու հորիա չես ուրեմն քեզի Սուրբ ոգին չգա դու մեր նման չես ուրեմն դու Սուրբ ոգին չունես դու մեր նման չես ուրեմն Սուրբ ոգի հետ կորդ չունի բայց ժողովուրդ Աստված այդ մարդուն մաքուր սեբեց քանի որ իր բնավորությունը իր սիրտը տեսավ դու ինձ ասա դու իմ սիրտս տեսնում ես Ես կրնամ ամենեն լավ հովիվը երևնալ, բայց սիրտը շատ կեղտոտ։ Ով գրնաց ես մի ասել, որ ես իմ սիրտս մաքուր է։ Ոչ մեկը։ Իմ կործերս ցույց կտան, դերևս եւ գսես, հա։ Բայց երբեմն կործերը եւ սիրտը իրար չի բռներ։ Եվ անոր համար է որ մարդուն սիրտը կարևոր է, որ դերը սրտին գնայի, կործին չէ։ Քանի անգամ ցեզի պատահել է, որ դուք հոգևոր մի բան եք արել, եկեղեցին կամ մեգումը վկայություն կամ այս կամ այն, եւ Աստված ասել որ դու այս բանը ըրիր, բայց դու սիրտդ տեսար։ Դու քեզ տեսար։ Դու գացիր կարոզեցի ռսի որ եղբայր դեր մենք այսպես պետք է դենք, դերը ասես, բա դու քո սիրտդ տեսար։ Եղել է կամ ոչ թե միան ինձ է լինում։ Գարձես միան ինձ է լինում, հա։ Եղել է։ Դերը ցերկը գտնե Կորնելիոսին ոչ թե իր հոգևոր ընտանեկան կամ հոգևոր իրավիճակին դրսևորումներուն, այլ իր սրտին եւ այդ տեսակ մարդկանց դերը գահաճի։ Եվ այդ մարդկանց է որ կբարձրացնի, ինչ որ կպատահի բակության մեջ։ Ով գս ամեն։ 3 անգամ ես մաքուր սեբեցի դու բիղձ մի սեբեր 3 անգամ խորհրդավոր է չենք գիտեր Աստծո կորձը ես չեմ գիտեր Աստված որուն հետ կաշխատի այս սրահին մեջ ես չեմ գիտեր ինչպես կաշխատի Աստված քո հետ Ես չեմ գիտեր չեմ ուզել քիտնալ կամ Աստված է ես մարդ եմ ինչպես կաշխատի իմ հետ նույնիսկ ով գիտի Աստված ցեզի հետ ինչպես կաշխատի դու գիտեք ցեզի ինչպես կաշխատի դու գալ չեք գիտեր մենք կգարձենք որ այսպես է սրտիս մեջ այդ ըսկացի Ես կգարձեմ որ այսպես է ես կհավատամ որ այ ախպեր բամը չես գիտեր դու ինչ է լինում Աստված ինչ կնե քո սրտիդ մեջ դու դեղյակ չես եկեք խոնարհ լանք եւ ընդունենք Բենտեկոստեի օրը խոնարհներու օր է Քանի որ խոնարհներուն բարձրացնող Աստված ունենք մենք Անոնք որ գրոնական են ոչ մի բան չստացան Անոնք որ խոնարհեցան ստացան Հալելույա Երբ որ գահավաքվի Պետրոս կգամ չէ ուրեմն Աստված 3 անգամ Պետրոսին գսե գնա Կորնելիոսին դունը Պետրոս գսե ես չեմ երթալ Կորնելիոսին դունը Կորնելիոսը կեղտոտ մարդ է հրյա չէ Սուրբ ոգի չունի այդ մարդը լավ մարդ չէ Աստված 3 անգամ գսե այ ախպեր ես մաքրեցի դու գնա չէ չեմ երթալ բարելի է միթե այսպես Մենք այդպես ենք չէ Եվ այս մարդը Պետրոս գերտա Կորնելիոսին դունը եւ Կորնելիոսին ալ դեսիլ կծնե Աստված սրտի մեջ որ Պետրոսին գան չէ պատմությունը գարտացեք չեմ գարտում բայց Գարտացեք, հա, սրդին դեսիլ կծնե գսեք գանչեցեք Պետրոսին, որ Պետրոս ցեզ ասի, հիմա նայեցեք Կորնելիոսին, ինչ կնե։ Երանի մեր եկեղեցի հավատացյալ վերստին ծնված Սուրբ ոգիով լեցվածները այս անեին։ Նայեցեք ինչ կնե։ Եվ Կորնելիոսը բոլոր իր ընտանիքին կհրավիրե։ Նեադալասեմ։ Ալո։ Կորնելիոսը բոլոր իր ընտանիքին կհրավիրե։ Եվ գսե բոլորդ այստեղ նստեցեք։ Կարևոր բանը պիտի պատահի։ Պետրոս պիտի կա եւ պիտի խոսի։ Բոլորդ եկեք եւ լուրջ սպասեցեք տեսնենք ինչ պիտի ասե Պետրոս։ Որքան Կորնելիոս լավ լսեցեք կարևորություն գուտա Աստծո խոսքին, որտեղ քո նման իմ նման վերստին ծնունդ չունի։ Մենք որ վերստին ծնունդ ունենք, որքան կարևորություն ունենք։ Ժողովուրդ, մենք խաղ ենք անում, խաղ ու բար։ Կորնելիոսը ինձանից, քեզանից 50 անգամ ավելի բարձր է, քանի որ Աստծո արչև ցույց կտա իր կարևորությունը, լրջությունը։ Ժողովուրդ կսե, եկեք ամբողջ ընտանիքով հավաքվենք, միասին այսօր Աստծո մարդը պիտի կա մեր դունը, խոսք ունի մեզի տալիք։ Տեսնեմ ինչ պիտի ասի։ Եկեք տեսնենք, շատ կարևոր բան է մեր համար։ Հալելույա։ Ինչ լուրջ մարդ էր լսելու Աստծո խոսքը։
Եկեք մի հատ հարց տամ քեզի, դու վերստին ծնված Սուրբ Հոգիով լեցված գրագով մարդ։ Դու Սուրբ Գիրքը գարթալուց ո՞նց ես լուրջ սպասում Տիրոջ խոսքին։ Երբ որ եկեղեցի գուքաս այստեղ, երբ եղբայրը քույրը գխոսի, բամը գբադայի արջևը, դու ո՞նց լուրջ կառնես այդ քո բոլոր էությամբ։ Ոնց կարաս ասել քո բոլոր ընկերներուդ այսօր իմ համար շատ կարևոր օր է, ինձ մխանգարեք, ես Աստծո խոսքը պիտի լսեմ։ Քանիներ այդ ընդրության առաջ երբ որ ինգնում եք ասելով Տիրոջ խոսքը լսենք, թե կորձս կատարեմ, այս մարդուն կորձը կատարեմ կամ այս բանը անեմ։ Քանիներ այդ ինչ ընդրություն կառնենք։ Կորնելիոսը մեզի գսե հետևյալը։ Քանի որ Տիրոջ խոսքը գա, ամբողջ ընտանիքին արեք այստեղ նստեցեք, ցան չհանեք։ Կարևոր մի բան է լինելու։ Ով գսե ամեն հասկացաք որ եմ գնում։ Հասկացաք ինչպես Աստված գուզե կորձել։ Եվ մենք ճիշտ հագարակն ենք եւ թեր այդ հանդգնություն ունենք ասելով, որ մենք Աստծո ժողովուրդ ենք։ Երբ վերջին անգամ հրավիրեցիր քոդունը, քո ընտանիքի մտերիմ անդամները եւ գանչեցիր հովիվին կամ կարոզիչին եւ ասեցիր արի մեզ խոսա։ Երբ վերջին անգամ դու բացիր խոսքդ եւ ընտանիքիդ հավաքեցիր եւ ասի արի ցես Տիրոջ խոսքը դամ։ Կորնելիոս մեր նախահայրը հոգեկալստյան օրվա մեր օրինակը այդ տեղից սկսավ Սուրբ Հոգի գրագը ոչ հрьяաներուն մեջ այդպես մարդոց մե Հալելույա Համար 38-ը նայեցեք մի հատ լավ գեղեցիկ խոսք կա 10:38-ն 35-ը Որևէ ասկսե որևէ մարդ որ անգե գվախնա աստուծո մե գվախնա արդարություն կգործե իրեն ընդունելի է Այն մարդը որ արդարություն կգործե Աստծո ընդունելու է ոչ թե այն մարդը որ Սուրբ Հոգիով լեզուներ կխոսի Ոչ թե այդ մարդը որ եկեղեցի ուկա ոչ թե այդ մարդը որ գսե ես կրակ ունեմ ոչ արդարությամբ խոնար մարդ Սուրբ Հոգի բարգևները այդ է խոնարհություն սիրով արդարության մեջ գալու Երբ որ Սուրբ Հոգին գկա Մինչ կսե Պետրոս Արաքյալ գխոսեր Տիրոջ խոսքը նայեցեք ինչ ասավ Պետրոս երբ որ հավաքվեցան բոլորը նստան Պետրոս կսե որ զարմանալի է գսե Այս մարդիկը ինչ լուրջ են Հрьяաներու մեջ չկտանք այդ բանը Ինչ լուրջ են սպասում են որ ես մի բան խոսամ Վաու Եվ գսե հասկացա գսե որ Աստված սրտերը քննող է Հրյա ես, հայ ես, արաբ ես, կարևոր չի, ավետարանական ես, հիսունական ես, կարիսմատիկ ես, հեչ կարևոր չէ, Աստված, սրտերը, Պետրոս չէր հասկացել միջև այդ, և գսե, իսկապես Աստված, սրտեր քննող Աստված է, և գսկսի խոսիլ, նայեցեք ինչ կխոսի, գուզեմ կարդալ, դուք աղեք գիտեք գսե, թե ամեն բաները որ Հրեաստանի մեջ բադահեցավ, Գալիլեայի սկսած, Հովհաննեսը կարոզեց, Հիսուսը Որ Նազարեթն էր, Հիսուսի մասին սկսավ կարոզելու։ Լսում եք ժողովուրդ։ Որու մասին կարոզելու սկսավ։ Դու երբ որ գխոսես, որի մասին գխոսես։ Չէ, Սարգիսի մասին։ Հակոբի մասին։ Սիրարփիի մասին։ Եկեղեցիի մասին։ Քո քիծածիտ մասին։ Եկեղեցի սխալ մարդկանց մասին։ Եկեղեցի մեղավոր մարդկանց մասին։ Չէ, այս մարդը Պերանը բացավ Հիսուսի մասին խոհեցավ։ Նայեցեք քանի անգամ որ հավաքում եք որում մասին գխոսիկ ցերդուներու մեջ։ Եվ ասում եք Սուրբ Հոգին ունենք։ Կորնելիոսը դու կարորդը չէ, բայց նայեն ինչ օրինակ է քեզի եւ ինձի։ Հավաքվեցան գսե Հիսուսի մասին սկսավ խոսելու։ Աստված գսե Հիսուսը օծեց Սուրբ Հոգիով, զորությունով, ինքը բդվեցավ, բարի կնելով, սատանային բոլոր դանչվածները բժշկելով, Հիսուսի մասին գխոսի։ Եվ մենք վկայենք գսե այն ամեն բաներուն վրա որ այսօր եղավ Հրեաստանի մեջ։ Աստված զանիկա երրորդ օրը հարուցանեց։ Անիկա Աստծո զահմանված էր, անիկա թադավորն է, Հիսուսը։ Անոր գվկային բոլոր մարգարեները, 5 տակարանը, ամեն իրեն հավատացողները եւ իրանով մեղքերու թողություն պիտի դրվի։ Հիմա նայեցեք ինչ կբադայի։ Երբ Պետրոս գխոսեր, գրված է, Սուրբ Հոգին իջավ իրենց վրա։ Որոնց վրա
Այդ մարդկանց, որ ըսեր էին քիչ մանտին, ահա մենք ամենքս այստեղ ենք, քո առաջ կանգնած ենք Պետրոս, լսելու համար այն բոլոր բաները, որ Աստված հրամայեց քեզի։ Պատրաստ լսելու, հնազանդելու եւ Պետրոս չկարոզեց իր մասին, չկարոզեց իր արածների մասին, չկարոզեց իր եղբայրների մասին, կարոզեց Հիսուսի մասին եւ որ Հիսուսի մասին գխոսվի, Սուրբ Օքին նայեցեք, երկու բան կա։ Լավ լսեցեք։ Հիմա միտքս եկավ։ Երկու բան։ Սուրբ Օքին աշխատելու համար երկու բան պետք ունի։ Մեկը Հիսուսը, իսկ մյուսը խոնար սիրտ։ Երբ որ Հիսուսին խոնար սրտի մեջ գգծես, այդտեղ կոնտակտ կլա, Սուրբ Օքին շարժելու կսկսի։ Երբ որ դու Սուրբ Օքի մասին ուզես որ Սուրբ Օքին էս են, բայց եթե խոնարհություն չկա, Սուրբ Օքի չգա։ Երբ որ դու խոսքիդ կենտրոնը Հիսուսը չէ, Սուրբ Օքի չգա։ Հալելույա։ Հիսուսը եւ Սուրբ Օքի, Հիսուսը եւ խոնար սիրտը, երբ որ իրար կգծես, անոր արդյունքը գլա Սուրբ Օքիի գրագը։ Եվ Սուրբ Օքին գսա իջավ անոնց վրա, եւ որոնք խոսքը գլսեին, որուն խոսքը Պետրոսի խոսքը, որ ինչ կասեր Հիսուսի մասին։ Եվ թլպատվածները նորմ, հրյաները, որոնք գսե Պետրոսին հետ եկած էին, զարմացան, հալելույա, դերը գզարմացնե հավատացյալներուն, որբեսի ցույց տա, որ Աստված է գործողը եւ ոչ թե դու քո խոսքով, քո աղոթքով մարդ ես փոխում, եւ ամենը Սուրբ Օքի բարգերով գլծվեր, բոլորը Սուրբ Օքի բարգերով գլծվեին գսե, եւ գլսեին անոնք ուրիշ լեզուներով խոսիլը, Աստված կպարավորեին, նույն բանը, ինչ որ քիչ առաջ կարտացին։ Սուրբ Օքին գբավ, լեզուները սկսան խոսելու, մարդիկ պարապանելու սկսան, փոխվելու սկսան, իրենց ամբողջ դունով գրված այդտեղը։ Ինչ պատահեցավ։ Ինչու Աստված այս գործը գադարեց այդ Կորնելիոսին, քանի որ խոնարհությամբ կփնտրեր Տիրոջը, քանի որ ամբողջ սրտով կփնտրեր Տիրոջը։ Քու հոգեվիճակը ինչ է հիմա։ Հովիվ ջան, արդեն սովացան գախբեր, վերջացրու։ Այս կերագուրները թրվեր են հոն։ Իրիգուննալ հյուրբիդի գա բերդունը։ Շուտ արա ախբեր։ Մեգումը միտքը գարտացի։ Չէ, գահասկնակ, մենք ինչի ծարավ ենք։ Այս մարդիկը ամեն իրեն ծրակիրը գանքնեցրեցին։ Լսելու համար Տիրոջ խոսքը։ Եվ դերը հրյաները կգարձեին, որ միան իրենք են Աստծո ժողովուրդը։ Մենք կգարձենք, որ միան մենք ենք բրգվածները, շատերը մեր մեջ։ Մենք կգարձենք, որ մենք գիտենք, ես Տիրոջն եմ, ես բրգված եմ, կասկածներ բիտնամ այսօր քեզի, անչափալ մի վստահիր։ Սիրտդ նայիր, կորձերը չէ։ Լեցուն սիրտը օրտնապեր կորձեր կբերե, բայց օրտնապեր կորձերը լեցուն սիրտ չի դար։ Լավ կորձերով իմ սիրտս Տիրոջ հաջերի չլար, իմ սրտով իմ կորձերս հաջերի կլան։ Հասկացաք, էս այսօրվա պատկամը։ Սուրբ Օքիով լեցվենք, շատ լավ լեցվենք, լեզուներ խոսենք, ամեն, մարգարեություն ենք, հալելույա, անենք ես բոլորը, ես համաձայն եմ, բայց լավ լսի, այդ քո արածներով չէ, որ դու հաջելի մարդ ես։ Քո սիրտը պիտի փանա երկնքի բադոհանները քո վրա։ Նայեցեք, եւ որ Հիսուս հրյաները գարձեն, որ իրենք լավն են, Սուրբ Գիրքի մեջ մի քանի դեղեր կա, որ Հիսուս ճիշտ հակառակը գսե։ Գիտեք Կանանու գնոջ պատմությունը։ Կանանացի գիներ։ Եվ գրված այդտեղ գսե, ով գին, քու հավատքդ մեծ է։ Վաու։ Հրյաները այդտեղ են, բոլոր 5 դագարան անկիր գիտեն։ Լավ գիտեն, լավ կերկեն, լավ գաղութեն, լավ ամեն ինչ գիտեն։ Լեցուն գրագով Հիսուս կտարնա այդ կանանացի գնոջ, որ փանեմ խաբար չի։ Քո հավատքդ մեծ է։ Այստեղ 100-աբեդին Մատթեոս 8-ին մեջը նույնիսկ ասե Իսրայելի մեջ քո նման հավատք ունեցող չկա։ Որ մարդ ոչ մի բանին լուրջ ունի։ Սիրտը բաց է, խոնարհությամբ, Տիրոջ ստանալու, բացվելու, որ դեր ինչ որ ասի պատրաստ եք, այդ տեսակ մարդկանց Սուրբ Օքին կգա եւ կփրկվին։ Լավ լսեցեք, չեմ ասել որ կփրկվին ամեն մեկը, եթե սիրտը մաքուր է, ոչ։ Սիրտը մաքուր մարդն է, որ կփրկվի Սուրբ Օքի այցելությամբ։
Եվ Սուրբ Օքին ամեն մարդուն չլեցներ, քանի որ այդտեղ այդ մարդը սիրտ խոնարհությամբ չի։ Հասկացաք միտքը։ Այդ 100 աբեդը, որ Հիսուսի խաչին վրա ներգեիշեք խաչին դագը, առաջին օդար ոչ հրյա մարդներ, որ փերանացի խոստովանեցավ այս Աստծո որդին է։ Առաջինը։ Հրյաները չարեցին, ամբողջ 4000 տարվա մեջ սպասում էր Աստված, որ հրյաներից մեկը կարողանա մի բան ասել։ Նույնիսկ Պետրոս որ ասեց, ասեց դու չես ասած, դու չես կարող ասես, Սուրբ Օքին ասեց։ Ուրիշ բան միտքս եկավ օրինակը, որ ամբողջ նոր գդակարը մեզ կպատրաստի այդտեղ դանելու։ Այդ մոքերը, գիտեք մոքերուն պատմությունը, որ Հիսուսի ծնունդին եկան 2 տարեկանին։ Մոքերը օդար մարդիկ էին, հրյա չէին, բանեմը լուրջ ունեին, մարգարեները լուրջ ունեին, եկան գսե խոնարեցան երկրպագություններին եւ նվերդվին։ Աստված այսպես մարդ կփնտրի, որ Սուրբ Օքիով լեցնի, որ մենք մարգարեություններ ունենք, որ մենք լեզուներով խոսենք, որ մենք գրակ տանք, որ մենք այս ունենք, այն ենք, ամեն, բայց այս տեսակ մարդկանց։ Քո սրդի վիճակն է, որ դերը գուզե դեսնել, սիրելի քուր եղբայր, դուն հիմա այստեղ նստել ես, քո սրդի պապակը ինչ է։ Էսա, որ դերը պիտի դա պատասխանա։ Սրդին պապակը ինչ է։ Կորնելիոսի նման այդ ծարավ ունես։ Կանանացի գնոջ նման շունդ կլա մսավ միան ինձ տուր։ Այդ ծարավ ունես։ Հազիվ մեկում մի հատ ձուր ես նայում, նեղանում է 3 ամիս, 4 ամիս եկեղեցի չգալիս։ Այնն հավատացյալ, Սուրբ Գիրքով, լեցուն գրագով։ Հարց դու ով ես, Սուրբ Գիրքը ու այդտեղ դու ընդեղ ես։ Իրար հետ կապ չունեք, խոսում ենք մենք հավատացյալներ ենք։ Չէ, այդ ծարավ ունես դու Հիսուսի հետ քայլելու, այդ ծարավ ունես Հիսուսի Սուրբ Օքիով լեցվելու, այդ ծարավ ունես, որ ինչ որ ասի պատրաստ լասանելու։ Հա։ Հիսուս ջան խոսա, ես պատրաստ եմ, ինչ ուզում ես կանեմ, բայց սրա չտպնաս, սրա չտպնաս, սրա չտպնաս։ Կնոջս մի դպնար, ամուսինիս մի դգամ, երեխայիս մի դպնար, այս կորձը չէ, այն ժամերը չէ։ Ես պատրաստ եմ քեզ ծառայելու, առաջ ժամը 9-ից մինչև կեսօրվա ժամը 3։ Ժամը 4-ին չլինի որ զանգես։ Ահա, այսօր մեր հավատացյալները եւ մենք դեռ գխոսենք Սուրբ Օքի լեցունության մասին։ Հեչ իրարից դեղ չունենք, Սուրբ Գիրքից հեռու ենք ժողովուրդ։ Սուրբ Գիրքը մեզ գսե այդ խոնար սրդերը, որ պատրաստ են ամեն քնով Հիսուս Քրիստոսի հետ քայլելու։ Այն մարդիկն է, որ Սուրբ Օքին պատրաստ է տալու, լեցնելու, զորացնելու եւ կորզածելու աշխարհի միջև ծայրերը տանելու։ Ես կուզեմ հարցս դու իսկապես դիրոջը գուզես այս հոգեկալության օրը։ Քանի որ դերը ոչ քու իմաստությանդ պիտի նայի, ոչ քու ծառայությանդ, ոչ քու մտածելակերպիդ, ոչ քու վարդապետությանդ, ոչ քու հագուստիդ, Ալելույա, շատեր գսեն, եթե այսպես չհակնի Սուրբ Օքին չի գա քո վրա, այդ լսեցի վերջերս, գանքներ է այսպես բերանը սպած, մազերս տնգված։ Եթե այսպես չհակնի Սուրբ Օքին քեզի չգտնի։ Վաու։ Այս ուր քրված է, ինչպես խոս, ինչպես կարամ ասեմ այդ բան, զարմացած, մի խոսքով։ Այսպես բաներ լսում ենք ժողովուրդ, ալելու ինչ որ ձեզ ասում եմ, այս երկնքից բան չի, այդպես գլուխիցս չի, լսած բաներս ասում եմ ձեզ։ Մենք Պետրոսեն ավելի բետեր մարդ ենք։ Օրենքներ ենք տալիս Սուրբ Օքին, այսպես արա, այդպես մի արա։ Վերջերս մի հատ քարոզիչը քրել է։ Եկեք այսինչ օրը Սուրբ Օքին հրաշներ մի արի։ Մի րոպե, հարց, դու ո՞նց ես իմանում։ Սուրբ Օքին բժշկություն բիդնե։ Շաքարի բժշկություն։ Ագրայի բժշկություն։ Այս հովիվն է ասում։ Ասեցի դու որտեղից ախպեր գիտես։ Դու ինչ կարաս ասես Սուրբ Օքին ինչ պիտի անի։ Դու ով ես որ իրեն պիտի հրամայես որ ես երբ որ աղոթում եմ Սուրբ Օքին իջնում է։ Հա։ Դու այսպես ես կարծում։ Այսպես բաներ ժողովուրդ լիքը կան ինտերնետի վրա մի գնաք այդ զիբիլ դեղեր այլևս։ Քանի որ խախտվում են մարդիկ։ Այսպես սխալ վարդապետության պատճառով։ Կորնելիոսին ասված տա հիմա Կորնելիոսից մեկը գա մեր եկեղեցին, բոլորս դուրս կնետեն իրեն։ Ասենք գնա ապաշխարի չրով մգրդվի Սուրբ Օքիով լեցվի հետո արի։ Մենք ասենք այդ։ Բայց Աստված այդ մարդուն օրտնեց ինքը իր դունը եւ մեր նախահայրը եղավ։ Որ մեզ սորվեցնի, որ գրոնքով չի, քիդությունով չի, այլ խոնարհությունով, սրդի հեզությունով եւ օրգուկաս դիրոջ արչեվ ես ծարավեմ քեզ դեր ծարավեմ ինչ ուզես արա այդ ինչ ուզես վտանգավոր է
Այն ժամանակ դերը գանի ինչ որ ուզում է։ Հալելույա։ Աստված մեր սրդի disposition du cœur, հայերեն ինչպես ասեմ, disposition մեր սրդի ինչ? Տիրքը, մեր սրդի տիրքը։ Տիրք որոշումը։ Դերը գնայի մեր սրդի տիրք որոշման ինչ տեսակ վիճակի մեջ ես։ Այդ ջրոբեինը որ դերը գրնա, այսպես կորձմաներ, եթե այդ իրավիճակին մեջ դու ասում ես, Տեր, խնդրում եմ, դու ինձ օգնի, ես ինչ վիճակ է, ես ինչ գլուխ է, ես ինչ մարդ եմ, ես օգնի։ Հալելույա։ Արդյոք մեր սրահին մեջ կա մեկը, որ Կորնելիոսին նման գսե, Տեր, արի փոխի ինձ։ Արդյոք գա մեկը, որ Կորնելիոսին նման պատրաստ է ամեն իրավիճակը տալու Հիսուսին։ Ինքը եւ իր ընտանիքը, իր թրամը, իր կորձը, իր դունը, իր էությունը։ Կանանու գնոջ նման, այդ խաչի հայրաբեդին նման, այդ մոքերի նման, որ նվիրեն Հիսուսի ամենեն լավը։ Այդ հոգեվիճակի մարդիկն է, որ Սուրբ Հոգիով գլեցվեն։ Եվ ես այլևս ասեմ ձեզ վստահ մի քանի ներդալ իմ հետ, այդ եկեղեցիները, որ տեսնում ենք, որ բորում են, գանչում են, ցածկրդում են եւ այլն, չեմ հավատում։ Ասեմ ձեզ, ես չեմ հավատում։ Սուրբ Հոգին այդտեղ չէ որ գործե։ Սուրբ Հոգին գործե իմ խոնար սրտիս մեջ։ Եվ այդտեղից կրագտալով կերևնա իմ տեղական եկեղեցիս մեջ, ընտանիքիս մեջ, տեղական եկեղեցիս մեջ։ Իմ 4 կողմի կորձագիցներիս մեջ, իմ ֆինանսիս մեջ, իմ հարաբերություններուս մեջ։ Սուրբ Հոգի լեցունությունը լեզուներ խոսիլ չէ, ինչ որ շատեր կգարձեն։ Ես ցեզանից ավելի լեզուներ եմ խոսում։ Ինչի, ես հագարակ չեմ։ Սուրբ Հոգիով լեցվի մարգարեություն ունել չէ։ Սուրբ Հոգիով լեցվիլը իչքիտնամ քիդագից խոսքեր դալ չէ։ Սուրբ Հոգիով լեցվիլը այդ է որ դու Հիսուս ապրում ես քո այդ տեղում։ Եվ այդ Սուրբ Հոգի գրագով է գալիս։ Հալելույա։ Ժողովուրդ, խնդրում եմ։ Դիրոջ առաջ կանք եւ ասենք ես կանանացի նման պատրաստ եմ ոտքի տակը լալու դեր։ Միան քո գող կլինեմ։ Եվ երբ որ դու գուզես։ Ես հարաբեդի նման պատրաստ եմ իմ բանս, գիտեք ինչ կցնեն բագոնները, հա, իմ բագոններս գործընծնեմ, քանի որ իրավունք չունեին այդադեն ասելու Աստուծո որդի, հույնը իրավունք չուներ ասելու Աստծո որդի, բացի գայսրին։ Իրավունք չուներ։ Ես պատրաստ եմ դեր իմ ամբողջ բագոններս, իմ թիրքերս գործընծնել քո թակավորության համար։ Այստեղ շատ քիչեր գանք այդպես։ Ես պատրաստ եմ դեր մոքերու նման իմ ամենեն լավ հարստությունս տալ քեզ եւ քո թակավորության։ Այս է Սուրբ Հոգիով լեցվող պատրաստական հոգին, որում Տերը պիտի կործածե։ Ես կուզեմ կործածվել Տիրոջ մե, շատ մեղքեր ունեմ։ Շատ տգարություններ ունեմ։ Շատ խնդիրներ կան։ Իմ պատճառով իմ մեղքերը, ուրիշին պատճառով իմ մեղքերը կա։ Բայց ես այդ բոլորին գողքին ես կուզեմ այսպես Կորնելիոսի հայրաբեդի կանանացու գնոջ եւ մոքերի նման ասել դեր։ Այնքան այցելի ինձ, որ ես ամբողջ էությունս քեզ նվիրվի։ Պենտեկոստեի օր ես եմ ուզում իմ համար։ Ես Պենտեկոստեի օր ուզում եմ որ դերը ինձ Կորնելիոսի նման փոխի։ Պենտեկոստեի օրը ես կուզեմ որ դերը ինձ սորվեցնի խոնարհությունը, ոչ թե խոսքով, ոչ թե եկեղեցական թեմքերով, ոչ թե թիմացին գլխուն զառնելով, այլ ես ինձ սորվեցնի որ Կորնելիոսը ես լինեմ։ Իմ ընտանիքիս մեջ, ընտանիքիս անդամները ստեղ են, վգայեն, գրնալա շատ կեղտոտ մարդ եմ դան մեջ, թող ասեն, եթե վգայեմ, թող ասեն որ հով ջան դու միան խոսում ես քարոզի մեջ, բայց դանը նայ ինչ կեղտոտ մարդ ես։ Կարևոր է որ ձեր ընտանիքի անդամները հրավիրեցեք ձեր դոս քարոզին, եւ դուք եկեք քարոզեցեք, նայ ինչպես պիտի նային ցեզ։ Հա, կորձի ընկերները բոլորը հրավիրի ստեղ եւ դու արի ստեղ քարոզին, այն ոնց են նայելու քեզ։ Էսա Սուրբ Հոգի լեցունությունը։ Անոնց որ տրամ ունիս բարտալիկ, ամենում գան չես ստեղ եւ դու քարոզին, այն ինչ են ասելու քեզ։ Անոնց որ ինչ գիտնամ կորձ ունիս աներիկ եւ չարեցիր, դան չի բոլորին քարոզի եւ ինքը ասի քեզ, նային պիտի ընդունին։ Էսա Սուրբ Հոգի լեցունությունը։
Հալելույա։ Կորնելիոսը գսի ամբողջ ընտանիքը գանչեց։ Եվ այդտեղ Սուրբ Օքին եկավ Կորնելիոս եւ ընտանիքի վրա։ Լեզուները սկսան խոսելու, Աստվածը սկսան երգելու, փառաբանելու։ Այդտեղ ինչ եղավ արդյոք այդ ընտանիքի մեջ։ Եվ այդտեղ եկեղեցին սկսավ, իր դունը դարձավ եկեղեցի։ Հալելույա։ Սուրբ Օքիով լեցվելը շատ հեշտ է, քանի որ Աստված է անում։ Բայց այդտեղ երկու պայման գասի քիչ առաջ, մեկը քո խոնար սիրտը, մեկը Հիսուս եւ միայն ինք եւ իր խոսքը։ Ամեն։ Վերջացավ կարոզը։ Մնաց աղոթքը։ Ես կուզեմ աղոթել։ Վստահ դու գալ կուզեք աղոթել։